Երբևէ դադարել եք արտացոլել, թե ինչու որոշ բաներ պարզապես չպետք է ասվեն, ոչ թե այն պատճառով, որ նրանք վախեցնում են կամ արգելվում են, բայց քանի որ բառերը կրում են մի ուժ, որը գերազանցում է մեր պատկերացումից, այս ուժը պետք է իմաստունորեն պահպանվի, եւ այս գիտելիքները ոչնչից չեն ծագում։ Այն սերնդեսերունդ է փոխանցվում որպես փորձի եւ զգուշության ժառանգություն։ Իմ ընտանիքում այս իմաստությունը շրջանառվում է դարեր շարունակ, ծնողներից տեղափոխվելով երեխաներ, վարպետներից մինչև աշակերտներ։ Ես հրեա եմ, եւ մեր մշակույթում մենք վաղ տարիքից իմացանք, որ գաղտնիքները պահպանելը վախի, այլ հետախուզության նշան չէ։ Շատ խոսելը կարող է արժանալ ավելին, քան թվում է։ Կան ժամանակներ, երբ նույնիսկ ամենամոտ մարդիկ պետք չեն, եւ նրանք չպետք է գիտեն ամեն ինչ ձեր մասին։ Ինչու է դա, քանի որ բառը միայն ձայն չէ։ Դա գործողություն է, այն կարող է կամ ուժներ կառուցել կամ կրակել դրանք։ Այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսել 10 բան, որ իմ սեփական փորձից ավելի լավ է լռել։ Դրանք պարզապես չամրացված խորհուրդներ չեն, բայց իմ աշխարհայացքը ձևավորեց իրական իրավիճակներից ստացված դասեր։ Եթե կարծում եք, որ թափանցիկ լինելը միշտ առաքինություն է, ես հրավիրում եմ ձեզ վերանայել այս գաղափարը։ Երբեմն իսկական ուժը լռության մեջ է, մտքերը, ծրագրերը եւ հույզերը պահելու հայեցողական ունակության մեջ, եւ մի սխալվեք։ Այս թեմաները չնչին չեն, նրանք խաղում են կյանքի առավել զգայուն տարածքներում երազներ, ֆինանսներ, հարաբերություններ, վախեր եւ ձախողումներ, հասկանալով դա, կտեսնեք մարդկանց, իրավիճակներ եւ այլ կերպ։ Բայց նախազգուշացում հիմա։ Այս բովանդակությունը բոլորի համար չէ, դա նրանց համար չէ, ովքեր փնտրում են հեշտ պատասխաններ կամ ժամանց են անցնում, դա նրանց համար է, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել իրենց կյանքի համար, նրանց համար, ովքեր ցանկանում են իմաստություն մշակել եւ սովորել դոզան իրենց խոսքերը եւ վստահությունը։ Ուշադրություն դարձրեք։ Քանի անգամ եք տեսել, որ ինչ-որ մեկը կիսում է իր ծրագրերը աշխարհի հետ եւ կարճ ժամանակ անց տեսեք, որ դրանք քանդվում են։ Դա այն պատճառով է, որ գաղափարը արտաքինից, էներգիայի մի մասը, որը պետք է մղի այն ցրվում է, բացի այդ խորտ։ Նույնիսկ լավ իմաստալից կարծիքները կարող են կասկածներ եւ անապահովություններ ցանել, որտեղ տեղի է ունեցել վճռականությունից առաջ։ Եվ քանի անգամ եք նկատել, որ անձնական խնդիրներ բացահայտելով դրանք դառնում են բամբասանքների եւ դատողությունների թիրախ, մինչդեռ լուծումը գնալով հեռավոր է, հաճախ լավագույն միջոցը ներքին գործերը լուծելն է, որոնց հետ իրոք կարևոր է, առանց ձեր կյանքը հետաքրքրասեր կամ չարամիտ տեսք ունենալու։ Լռությունը թուլություն չէ։ Դա ուժ է, դա ձեր սեփական պատմության նկատմամբ վերահսկողությունը պահպանելու ունակությունն է։ Իմ ավանդույթում սա միշտ էլ պարզ է եղել։ Կա աննախադեպ կոդ, որը սովորեցնում է չբացահայտել այն ամենն, ինչ շարունակվում է մեր մեջ, ոչ թե վախից, այլ հարգանքից իրենց էներգիայի եւ ժամանակի նկատմամբ։ Այսպիսով, որոնք են այս 10 բաները, որոնք չպետք է համօգտագործվեն, ինչ գաղտնիքներ պետք է պահեք այնպես, որ չկորցնեք այն, ինչը իսկապես արժեք ունի, պատասխանները գալիս են, բայց նախ ուզում եմ հասկանալ։ Դա կոշտ կանոնների ձեռնարկ չէ, բայց տեղները ավելի իմաստուն եւ ավելի դիմացկուն դառնալու բանալիներ, որքան ավելի շատ գիտեք, թե ինչպես պահել, այնքան ավելի շատ ուժ կստանաք վերափոխել ձեր կյանքը եւ շրջապատը։ Նշում, երբ ինչ-որ մեկը չափազանց անկեղծ է, հաճախ կորցնում է հարգանքը։ Երբ բացահայտում եք ձեր թերությունները, այն ավելի շատ քննադատություն է գրավում, քան աջակցելը, սա իրականությունն է, ծանր, բայց անհերքելի, հետևաբար ելնելով տասնամյակների փորձի վրա, ես կկիսեմ այս 10 կետերը, որ դուք պետք է գաղտնի պահեք խուսափեք թակարդներից եւ պահպանեք ձեր ներքին ուժը եւ մտքի խաղաղությունը։ Դիտեք մինչև վերջ, եւ դուք պարզապես խորհուրդներ չեք ստանա, բայց սերունդների համար փորձարկված անժամկետ իմաստություն։ Վերջում ես կթողնեմ անձնական արտացոլում, որը կարող է փոխել ձեր հեռանկարը շատ բաների վերաբերյալ, այսպիսով, խորը շունչ քաշեք, բացեք ձեր միտքը, բայց ձեր գաղտնիքները լավ պահեք, պատրաստ սկսենք։ Հասանք խնդրի սիրտը, այս 10 կետերը պատահական ցուցակ չեն։ Դրանք գործիքներ են ավելի լավ հասկանալու ինքներդ ձեզ եւ ուրիշներին, պաշտպանեք ձեր վերականգնումը։ Եվ ավելի իմաստուն հարաբերություններ կառուցել աշխարհի հետ, եկեք գնանք նրանց մեկ առ մեկ, կոնկրետ օրինակներով եւ խորհրդատվություն, որոնք փոփոխություն են առաջացնում։ Նախ ձեր երազանքներն ու նախագծերը, երբեք մի բացահայտեք որևէ մեկին ձեր ավելի հավակնոտ ծրագրերը, ինչու քանի որ նրանք ունեն յուրահատուկ էներգիա, եւ դրանք բառերով դնելով այս էներգիայի մի մասը մարում է։ Ես հիշում եմ որպես երիտասարդ, ընկերներին եւ ծանոթներին պատմում եմ անկախություն ստանձնելու եւ ձեռք բերելու ցանկության մասին։ Սկզբում աջակցություն կար, բայց շուտով կասկածներ եղան։ Այս արտահայտությունները, նույնիսկ ասում էին առանց վատ մտադրության, խարխլեցին իմ վստահությունը, ժամանակի ընթացքում ես հասկացա։
Երազները պետք է լռությամբ կերակրվեն միայն նրանց հետ, ովքեր կարող են իրականում նպաստել, ոչ թե գործողություններով։ Երկրորդ, ձեր ֆինանսները, փողը նուրբ առարկա է, եւ հրեական մշակույթում այն բուժվում է ծայրահեղ զգուշությամբ, ինչու չբացահայտել ձեր շահերը կամ ժառանգությունը, քանի որ դա առաջացնում է նախանձ, սպասումներ եւ նույնիսկ հակամարտություններ։ Ես հանդիպեցի մի մարդու, ով բացահայտում էր իր աշխատավարձի աշխատավարձը, տեսավ այլ աչքերով։ Ոմանք նախանձեցին նրան, մյուսները սկսեցին վարկեր կամ բարերարներ լիցքավորել, ֆինանսական տեղեկատվությունը պետք է պահպանվի ավելորդ բարդություններից և բացասական էներգիաներից խուսափելու համար։ Երրորդ, ընտանեկան հակամարտություններ, ընտանիքը սուրբ տարածք է, որտեղ շատ խնդիրներ պետք է լուծվեն ներքին, ընդունելով տարաձայնությունները, դուք ռիսկի եք դիմում հարգանք և կերակրող բամբասանքներ, ես տեսա դեպքեր, երբ զույգերը կիսեցին իրենց դժվարությունները երրորդ անձանց հետ, և արդյունքը հակասական խորհրդատվության ջրհեղեղ էր, որը միայն վատթարանում էր իրավիճակը, ընտանեկան խնդիրները մաքուր մտերմություն են և պետք է մնան այս ճանապարհը։ Չորրորդ, ձեր անհաջողությունները և սխալները, շատերը հավատում են, որ ձախողումների բացումը քաջության նշան է, բայց ճշմարտությունն այն է, որ ավելորդ ազդեցությունը կարող է հրավիրել դատողություններ և թափահարել ձեր հեղինակությունը, ես սխալվել եմ։ Եվ երբ այս փորձառությունները կիսեցի ընտրված մարդկանց հետ, ես աջակցություն ստացա, այնուամենայնիվ դրանք հրապարակելով ես նկատեցի, որ ես տեսա, քանի որ ինչ-որ մեկը անգործ է, 10. Աշխատեք ձեր սխալների վրա, մասնավորապես, առանց ուրիշների վավերացման կամ խղճահարության։ 5. Կարևոր պարտավորություններ, խոստումները և համաձայնագրերը, հատկապես բիզնեսի աշխարհում, պետք է գաղտնի պահվեն ճիշտ ժամանակին, նրանց վաղաժամը կանխագուշակելը կարող է առաջացնել միջամտություն կամ նույնիսկ սաբոտաժ։ Մի անգամ մեկնաբանեցի այնպիսի պայմանավորվածություն, որը մոտ էր փակել, և արդյունքը մի շարք խոչընդոտներ էր, որոնք համարյա անօգուտ էին դարձնում, տրված բառը պատիվ է, և պատիվը իրեն պահպանում է հայեցողական։ 6. Ձեր վախերն ու անորոշությունները, քանի անգամ ես տեսա, որ մարդիկ իրենց ամենամեծ վախերը կիսում են որևէ մեկի հետ, սպասելով աջակցության, բայց դրա դիմաց բերքահավաքը չի համապատասխանում, բայց դա այնքան էլ լուրջ չէ արտահայտությամբ։ Հրեական ավանդույթում իմաստություն կա, որն ասում է, վախը ներքին ձայն է, որը պետք է լսվի, բայց ոչ բոլորի համար։ Պարզապես պատկերացրեք։ Դուք խոստովանում եք մի գործընկերոջ, ով վախենում է, որ չկարողանաք կարևոր նախագիծ ստեղծել, խրախուսանքի փոխարեն, դուք ստանում եք, դուք միշտ չափազանցնում եք դա կամ, ավելի վատ, ինչ-որ մեկը ավելի ուշ օգտագործում է այս տեղեկատվությունը ձեր դեմ։ Վախը, երբ ենթարկվում է առանց հայեցողությամբ, դառնում է զինամթերք, պահպանեք այն ինքներդ ձեզ կամ նրանց, ովքեր իսկապես արժանի են ձեր վստահության, մարդկանց, ովքեր, դատելու փոխարեն, երկարաձգելու են իրենց ձեռքը։ 7. Ձեր սնանկացած հարաբերությունների պատմությունը, ամուսնալուծություններ, կռիվներ, սիրո հիասթափություններ։ Այս ամենը ինտիմ հող է, որտեղ յուրաքանչյուր սպի ունի իր իմաստը, այս վերքերը բացահայտելով անծանոթ մարդկանց կամ մակերեսային ճանաչելով երկու ռիսկ եք ունենում, առաջինը դատավարությունն է, ինչպես թույլ տվեցիք դա պատահել, ես երբեք չէի անի նույնը։ Երկրորդ, ավելի նուրբ և վտանգավոր է վերականգնել իր սեփական կարողությունը վերականգնել, հանքի շատ ընկերներ, անցյալի հարաբերությունների մանրամասները կիսելիս տեսան այս պատմությունները, որոնք օգտագործվում էին որպես հավերժական հիշեցումներ նոր միացումներ, դու այդպիսին ես, այնպես չէ։ Հարաբերությունները, որն ավարտվեց, ձեր ճանապարհորդության մի մասն է, այլ ոչ թե ձեր ներկայիս ինքնությունը, թողեք անցյալը, որտեղ այն պատկանում է, որպես դաս, ոչ թե որպես տեսարան։ 8. Օտար գաղտնիքները, որոնք գիտեք, գաղտնի տեղեկություններ այլ մարդկանց մասին։ Անկախ նրանից, թե արդյոք անհաջողությունները, ծրագրերը կամ խոցելիությունները նման են դինամիտի։ Զգուշորեն վարվեք կամ պայթեք ձեր ձեռքերում։ Ես ականատես եմ եղել ինչ-որ մեկին կորցնել տասնամյակներ և արժեքավոր գործընկերություններ, որպեսզի չճանաչեն, թե ինչպես լռեցնել, թե ինչ եք լսել վստահության մեջ, ասա, բայց դա ճիշտ էր։ Դա չի արդարացնում վստահության խախտումը, ես միայն քեզ ասացի այսպես, սին, չի ջնջում վնասը։ Դովերեյը եբրայերեն բառը վստահության համար հարաբերությունների ամենաարժեքավոր արժույթն է, առանց հայեցողությամբ անցկացրած մեկ անգամ այլևս չեք կարող վերականգնել այն, եթե որևէ մեկը ձեզ հետ ինչ-որ բան կիսեց գաղտնի, դա այն պատճառով է, որ նրանք հավատում էին իրենց հայեցողականներին, մի դավաճանեք նրան։ 9. Ձեր անկեղծ և հաճախ տևում է ուրիշների գնահատում, ազնվության և քողարկված դաժանության միջև տարբերություն կա, գոլեգա պատմելով, որ ձեր նախագիծը միջակ է, կարող է հնչել նման արձագանք ձեզ, բայց որպես հարձակումը դրա վրա։ Դժմարտությունը, երբ ոչ թե սեզոնով համեմված, կրանում է կամուրջներ։
Ես սովորեցի ընտրել պահը և ձևը արտահայտելու ձևը, հասարակության մեջ երբեք մասնավորապես միայն եթե պետք է կառուցել, ոչ ոչնչացնել, և այնուամենայնիվ, ում հետ հասուն է լսել, հիշեք, բոլորը պատրաստված են ձեր ճշմարտությունների համար։ Սա նրանց թույլ չի դարձնում։ Ձեզ ստիպում է պատասխանատու լինել ձեր խոսքերը դոզան։ 10. Նրանց գոյական անհանգստությունները և փոփոխության վախը, նպատակային ճգնաժամեր, անհանգստություններ ապագայի վերաբերյալ, կորած լինելու զգացողություն, մենք բոլորս անցնում ենք դրա միջով։ Բայց այս ներքին երկխոսությունները հանրային մենախոսությունների վերածել են, նման է երակները լիարժեք սենյակում բացել։ Ոմանք խղճահար կլինեն, մյուսները կբացառեն, և քչերն են կիմանան, թե ինչպես կիմանա։ Սրանք մարդեր են, որոնք առաջին հերթին կողպված են իրենց մեջ, ապա անհրաժեշտության դեպքում վստահության փոքրիկ շրջանակով։ Բլեսլովի փիլիսոփա Ռաբբին Աչմանը ասաց, որ մարդը կամուրջ է անսահմանության և վերջավորի միջև։ Ձեր կասկածները այս կամուրջի մի մասն են, բայց յուրաքանչյուր անցորդի հետ պետք չէ հայտարարվել այս ամենի էությունը։ Այս 10 բաները պահելը հոմանիշ չէ աշխարհը փակելը կամ բոլորին անվստահություն ունենալը, այն բավականին ինքնուրույնության և հարգանքի գործողություն է իր և ուրիշների համար։ Այս կետերից յուրաքանչյուրը դաս է, որը ես սովորեցի գործնականում, հաճախ սխալի ծանր ուղին, և որ ես փոխանցվեցի սերունդներին, ովքեր հասկանում էին։ Իմաստությունը չգիտի, բայց իմանալու մեջ, թե երբ և ինչպես կիրառել այս գիտելիքները։ Ձեր կյանքը թեթև և խորություն կվաստակվի, երբ տիրապետում եք ձեր խոսքերը ընտրելու արվեստին, մարդիկ նրան կտեսնեն այլ աչքերով, ոչ թե ինչ-որ մեկի նման, այլ որպես մեկը, ով գիտի լռության և վստահության արժեքը, արժանինքներ չեն հայտարարվում։ Նրանք բացահայտում են իրենց գործողություններում, երազները բամբասանքների մեջ չեն նոսրացնում։ Դրանք իրականացվում են հանգիստ աշխատանքով, և հարգանքը չի պահանջվում։ Նա նվաճվում է, երբ դու դրսևորում ես, արժանի ես դրան։ Խոսելը նախքան խոսելը։ Նախքան ինտիմ ինչ-որ բան կիսելը, հարցրեք ինքներդ ձեզ. 1. Արդյոք դա ինձ կբերի խաղաղություն կամ ավելի շատ կոնֆլիկտ։ 2. Արդյոք այս անձը արժանի է այս վստահությանը։ 3. Ես հարմար կլինեի, եթե դա օգտագործվեր իմ դեմ։ Եթե այս հարցերից որևէ մեկի պատասխանը ոչ է, պահեք այն ձեզ համար, լռության կարգապահությունը նույնքան հզոր է, որքան պերճախոսությունը, երբեմն ավելին։ Եվ հիշեք. պատերը ականջներ ունեն, բայց պատմությունն ունի հիշողություն, այն, ինչ դուք ընտրում եք լռություն այսօր, կարող է լինել այն, ինչը կպահպանի ձեր վաղը։